Հետևորդներ ջան, նայեք տեսեք ոնց է բարձրացել, ոնց է շատացել մեր թխվածքաբլիթները, սիրելիներս, սպասենք եփվի։ Ներ ջան, նայեք տեսեք ինչ ընտիր թխվածքաբլիթներ ենք ստացել։ Տեղից մի քիչ լույսը լավ չի ընկնում, բայց ոչինչ։ Տեղից է էլի։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ինչ եք պատրաստելու այսօր։ Հենց առավոտ շուտ հելնում եմ, ասում ինչ եմ պատրաստելու։ Ճիշտ է, ճաշատեսակ չեմ պատրաստելու եմ թխվածքաբլիթներ սիրելիներս, դե միջև այդ թխվածքաբլիթներին անցնելը մենք մի հատ միասին սուրճ խմենք։ Հիշեցնեմ, չմոռանալ զանգակ կոճակը բաժանորդագրվել, լայքել, ինչու չգրվեք նաև ձեր մեկնաբանություններով սիրելիներս, դե գնացինք սուրճ տնենք մի հատ։ Էսի սենց։ Սիրելի հետևորդներ ջան, դուք ես սուրճ տրեք, չմոռանամ հիշեցնել, սուրճ տրեք, որ միասին սուրճը վայելենք սիրելիներս։ Դուրը լցնեմ։ Ճիշտ է կարամել ունեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց դե շաքարավազ ավելացրի, ոչինչ։ Ույս խնդրեցի, տեղից։ Սա էլ այսպես, սպասենք մեր սուրճը։ Սիրելի հետևորդներ ջան, մեր սուրճը եփվեց, ես ես հոգևորական երգ կշարունակեմ լսել եւ երգում եմ իրան հետ սիրելիներս, ուղղակի չգիտեմ հիմա YouTube-ը ընդունելու է, թե չէ, եթե ընդունելու է, վատ չի, որ ամեն մի հոլովակից մի քառյակ երաժշտություն հոգևոր երաժշտություն լսենք, ես շատ բավարարություն եմ զգում, երբ որ լսում եմ անգամ հոգիս ալացում։ Այդ ձևով ես հավատում եմ։ Դե սիրելի հետևորդներ ջան, գնացինք մեր սուրճը խմենք, հետո մեր խմորեղենը կպատրաստենք, հետո։ Սիրելի հետևորդներ ջան, մոռացա ասել, ավելացրեցի, նոր հիշեցի, որ չեմ ասել, ուրեմն մի 50 գրամեր մարգարին եմ ավելացրել, այն մալոչնի լավ մարգարիններից։ Խմորի վրա եմ ավելացրել, որ միասին հունցենք։ Մեկը դնում սեղանի վրա, կհունցենք։ Սիրելի հետևորդներ ջան, փափուկ խմոր ստացանք։ Հիմա կդնեմ սառնարանը,
Այստեղ մի քիչ լուսայող ավելացնեմ։ Լուսայով թրջեմ սենց ու դնում եք սառնարանը, ինքը հասունանալու է, ուրեմն ժամը 9-ն է, մինչև ժամը 3-ը ինձ թվում է սառնարանը կհասունանա։ Բերանը ծածկում ենք, դնենք սառնարանը, հետո կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, դա մեր խմորը արդեն պատրաստ է, հասունացել, մնում է որ թխենք։ Բաժանում ենք 4 գնդի։ Մեկը մեծ, մեկը փոքր, ոչինչ, մի քիչ տարբերությամբ ոչինչ։ Կարակ ենք կսում։ Կարող եք և կարակ չէ, հեմ մալոշնի մարգարինից օգտագործել, ճիշտ ասած ինձ էլ է դրանից կարակ եմ ասում, բայց մարգարին է։ Շատ լավ էլ թխվում է, շատ լավ թխվածքներ է լինում այդ մարգարինից։ Հաջորդի։
Հիմա սիրելի հետևորդներ ջան, հերթականությամբ բացում ենք, դնենք մի կողմի վրա, հետո 4 գունդը իրար հետ ենք պատրաստելու։ Սենց բոլորը առանձին պտի բացենք, հետո միացնենք իրար։ Սիրելի հետևորդներ, արդեն առաջի լիստը բացել եմ։ Մարգարինը քիչություն արավ, պետք է նորից տնեմ հալեցնեմ։ Քիչ էլ տնեմ հալվի։ Ասելի հետևորդներ ջան, շարունակենք։ Հալեցրեցի։ Այս մարգարինը շալդավ թխվածներ ա լինում, մալոչնյա վրեն գրած էլի իմ հոլովակներում էլի եմ ասել, որ դրանք շատ լավն են։ Այս մեր բացած լիստերը դնում ենք վրա։ 4-ն էլ պետք է իրար վրա շարենք և կարակ կսենք։ Այսինքն մարգարին էլի։ Ձգում ենք սենց։ Սրա վրա էլ ենք կսում, սիրելի հետևորդներ ջան։ Սա վերցրել եմ ես ուրիշ կանալից, սիրելի հետևորդներ ջան, մեր հայկական կանալը չի, ուրիշ կանալից եմ վերցրել, դուրս եկել է, ասեցի ես էլ պատրաստեմ, տեսնեմ ոնց է ստացվում, ընդհանրապես այս ռեցեպտով, այս խմորով, ինչ որ ցանկանաս կարող ես պատրաստել։ Այսպես։ Եվ այսպես շարունակ, երրորդն էլ կդնեմ, նոր կխոսենք։ Սա էլ վերջինն է, 4-րդ լիստն է։
Հիմա վրա ենք բերում, սենց ծածկում ենք սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, շատ չենք սխմում, հիմա բաժանում ենք մասերի, ուրեմն 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, հիմա կտրում ենք այսենց, ավելի լավ բանակով կտրել բանակով, ավելի լավ գալիս, ալյուրի միշտ հաթախում ենք, նոր կտրում ենք, որ չկպնի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն 2 հատ ես պատրաստել եմ, բացում ենք, այսենց, ոլորում ենք, կպցնում ենք իրար, ինձ թվում է երևաց, ու դնում ենք ջեռոցի տապակի մեջ, սիրելի հետևորդներ ջան, այսենց ուզոր ենք տալիս, այսենց շարում ենք։ Ուզում եք տակը դրեք, ուզում եք մեջով հանեք, ոնց որ ձեր ձեռը տալիս սիրելի հետևորդներ ջան։
վերջինը։ Բացքում ենք, մի քիչ հասունանա, նոր դնենք թխելու սիրելի հետևորդներ դու։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչ լավ թխվածքաբլիթներ ենք ստացել, թխվել։ Նատել սա կփորձենք իրար հետ։ Այս սրանց երից կրակն եմ մնացել։ Չընկնի գոնե։ Կանգնեց ոնց որ։ Ուրեմն այս մի հատը չկարողացի այնքան փափուկ ապշրվեց։ Փափուկ իրարից պոկվում է։ Նայեք տեսեք ոնց է թել լինում իրարից։ Ու շատ համեղ է ստացվել։ Նայեք տեսեք իրարից պոկվում է։ Դες սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ տուր եկա այս տարբերակը, դուք էլ պատրաստեք։ Տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Շատ բան չի գնում։ Գնում է 1 բաժակ կաթ, 1 ճաշի գթալ դրոշ, թափտված իհարկե։ Եթե ուզում եք մի քիչ քաղցր լինի, մի 3-4 ճաշի գթալ շաքարհավաս ավելացրեք։ Մի 2 գթալ բուսական յուղ, մի 50 գրամ էլ կարակ կամ այն մալոշնի մարգարինից։ Եկել ալյուրը ինչքան որ կտանի, դե նայեք տեսակ որ կարակ եմ քսում երեսին, տեսակ ոնց եմ պատրաստում, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում սիրելիներս։ Հիշեցնեմ, որ չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, ինչու չի գրվեք ձեր մեկնաբանություններով։ Ոյ, հոգնեցի։ Շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ովքեր սրտիկ չեն դնում, չեն գրում, նրանց եմ շնորհակալ, որ նայում եմ, բայց մի մոռացեք զանգակ կոճակ սիրելիներս։ Ես շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ցտեսություն ձեզ։